Շաբաթվա միջազգային լուրերն ու քաղաքական զարգացումները կապված էին հիմնականում մերձավոր արևելքի հետ։ Թուրքիայում ձերբակալեցին քրդամետ կուսակցության պատգամավորներին։ Իրաքի բանակը մտավ Մոսուլ, Հալեպում ահաբեկիչները կիրառեցին քիմիական զենք։ Բրիտանական դատարանը կասեցրեց Brexit-ը եւ Եկատերինբուրգում հայտարարվեց միավ համաճարակ։ Եվ այսպես, Թուրքիայում ուրբաթ վաղ առավոտյան ձերբակալեցին քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին։ Նրանց ավելի վաղ զրկել էին անձեռնմխելիությունից ու այժմ փորձում են մեղադրել ահաբեկիչների հետ կապ ունենալու համար։ Փորձագետների գնահատմամբ Թուրքիան վերջնականապես վերածվեց դասական բռնապետության։ Սա քաղաքական ցեղասպանություն է, իշխանությունն ամեն ինչ անում է մեզ քաղաքական դաշտից հեռացնելու, արմատախիլ անելու համար։ Իրաքի բանակը հենց այս շաբաթ ի վերջո մտավ Մոսուլ, երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի փողոցներում պատերազմ է, իսլամական պետությունը պատանդ է վերցրել խաղաղ բնակիչներին։ Զանգվածային մահապատիժներ տեղի են ունենում ամեն օր։ Միաժամանակ ահաբեկիչների պարագլուխը երկար դադարից հետո այս շաբաթ դիմեց իր հետևորդներին ու կոչ արեց նախ գրավել Թուրքիան եւ ամեն գնով պաշտպանել Մոսուլը։ Քաղաքը լավ են պաշտպանում, կատաղի մարտեր են, բայց մենք հենց սրան էլ սպասում ենք եւ պատրաստվել ենք։ Այս շաբաթ ծանր վիճակ էր նաև Հալեպում, քաղաքի արևելյան թաղամասերը հսկող զինյալները փորձեցին ճեղքել շրջափակումը, չստացվեց։ Ի պատասխան ահաբեկիչները սկսեցին հրթիռակոծել խաղաղ բնակիչներին։ Միայն չորեքշաբթի զոհվեց 84 մարդ, սպանվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ էին։ Այս անգամ ինտենսիվ բախումները հայաշատ շրջաններից հեռու էին։ Շաբաթվա իրավաքաղաքական անակնկալը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում։ Այստեղ դատարանն արգելեց կառավարությանը սկսել Եվրամիությունից անջատվելու գործընթացը։ Լոնդոնի բարձր դատարանը պնդում է, որ կառավարությունը Brexit-ի հարցով խորհրդարանի կարծիքը հաշվի չի առել։ Սա խորհրդարանական ժողովրդավարության հաղթանակ է։ Եվ շաբաթվա անոմալ համաճարակը մոտ 1.5 միլիոն բնակչությամբ Ռուսաստանի 4-րդ ամենամեծ քաղաքում Եկատերինբուրգում այս շաբաթ հայտարարվեց միավ համաճարակ։ Քաղաքի ամեն 50-րդ բնակիչը միավ վարակակիր է։ Պաշտոնական տվյալով քաղաքում գրանցվել է միավ վարակի ավելի քան 26,000 դեպք։ Իրական վարակակիրների թիվն ավելի շատ է։ Այդտեղ դեր ունի թմրամիջոցների ներարկային օգտագործման բարձր տարածվածությունը եւ սեռական հարաբերությունները։ Մյուս շաբաթվա միջազգային ամենակարևոր թեման կլինի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունը, քվեարկությունը կկայանա ամսի 8-ին, երեքշաբթի օրը։